Արմլուրեյեմը տեղեկացավ քիչ հետո Գյումրու համայնքապետի թեկնածու «Մեր քաղաքը» դարշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հանդես կգա հայտարարությամբ։ Արմլուրեյեմը տեղեկացավ նաև, որ նա պատրաստվում է ընդամենը 2 ձայն տալ Վարդան Ղուկասյանին միայն նրա համար, որ Գյումրին, ինչպես նա էր խոստացել, չունենա ՔՊԱ-ական համայնքապետ։ Մարտուն Գրիգորյանն իր հայտարարությամբ կնշի նաև, որ իրենք որևէ պատասխանատվություն չեն կրելու Գյումրու կառավարման հետագա հարցերում։ Հրապարակ-ԵՄ-ի տեղեկություններով Մարտուն Գրիգորյանն արդեն իր որոշումը կայացրել է և վաղը կհայտարարի այդ մասին։ Որոշումը շատ բարդ է եղել, երկար բանակցություններ են ընթացել և ի վերջո գտել են կոմպրոմիսային լուծում։ Հրապարակ-ԵՄ-ին փոխանցել են, որ Մարտուն Գրիգորյանը փորձում է տարանջատվել Վարդան Ղուկասյանից և արձանագրել, որ ոչինչ չի մոռացվել, բայց հանուն մեծ նպատակի զիջման է գնացել և կաջակցի Ղուկասյանի ընտրությանը, բայց ինչպես հայտնի է, կոալիցիա չի կազմի։ Այն, որ քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա արդեն գյումրեցին, չնայած անասելի ճնշումներին ու ապօրինություններին, որոշել է, իսկ որպեսզի Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ, Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի և Կարեն Սիմոնյանի օրինակին և հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուին։ Ի պատասխան Գյումրիում «Մեր քաղաքը» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի իր ֆեյսբուքյան էջում գրել է Վարդան Ղուկասյանը։ Նշենք, որ Գյումրիում նախնական արդյունքներով ավագանի են անցնում 5 ուժեր, քաղաքացիական պայմանագիրը կստանա 14 մանդատ, Վարդան Ղուկասյանը 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը 3 մանդատ և Մայր Հայաստանը 2 մանդատ։ Սա նշանակում է, որ առանց Մարտուն Գրիգորյանի 3 ընդդիմադիր ուժերով հնարավոր չի լինելու իշխանություն ձևավորել։ Ռուբեն Մխիթարյանը և Կարեն Սիմոնյանն արդեն հայտարարել են, որ առանց որևէ պայմանի իրենք կաջակցեն ընդդիմադիր ուժերից ամենաշատը ձայն ստացած Վարդան Ղուկասյանին, սակայն դա բավարար չէ, անհրաժեշտ է, որ Մարտուն Գրիգորյանը ևս աջակցի։ Գրիգորյանը, սակայն, մինչև այս պահը միայն հայտարարել է, որ քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, առանց հստակեցնելու արդյոք աջակցում է Ղուկասյանի թեկնածությանը, թե ոչ։ Քիչ առաջ Կարին Տոնոյանը գրառմամբ է կիսվել Մարտուն Գրիգորյան, անկախ ձեր և Վարդան Ղուկասյանի անձնական հարաբերություններից, չդավաճանեք գյումրեցի զոհված տղերքին, չօգնեք ու չօգտվեք ՔՊ-ի հնարավորություններից, ամբողջ մի ազգ ձեզ է սպասում, չկորցնեք այսքան օրհնանքի հնարավորությունը։ Իսկ ինչ է հայտնի, ով է լինելու Գյումրու համայնքի ղեկավար, բնականաբար կախված է Մարտուն Գրիգորյանից։ Ինչ տարբերակներ ունի Մարտուն Գրիգորյանը։ Միանում է Սարիկ Մինասյանին և մասնակցում Գյումրու կառավարմանը, օգնում է Վարդան Ղուկասյանին դառնալ Գյումրու համայնքապետ, չի միանում ոչ մեկին և գնում են նոր ընտրությունների։ Որն է տարբերակը, կիմանանք ընդամենը մի քանի ժամից։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած ընտրություններին և դրա շուրջ առկա քննարկումներին։ Ժողովուրդ ջան, ինչու եք այսքան խառնվել իրար, ինչ մի արտառոց բան է տեղի ունեցել կամ տեղի ունենում։ Հասկացանք, քաղաքացիական պայմանագիրը ամենաշատ ձայներն է հավաքել Գյումրիում, բայց 50%-ից ավել չի հավաքել և ընդդիմությունը շանս ունի միավորվել և քաղաքապետ ընտրել։ Ինչպես կվարվեն, իրենք կորոշեն, կտեսնենք։ Հասկացանք, փարաքարում ընդդիմությունը հաղթել է և քաղաքապետն իրենց թեկնածուն կլինի և, իհարկե, բոլորն էլ մասնակցում են հաղթելու համար, բայց ով ասաց, որ բոլոր տեղերում միշտ պետք է իշխանական կուսակցությունը հաղթանակ տանի, անհանգստանալու բան կլիներ, եթե այդպես լիներ։ Թե Գյումրիում, թե Փարաքարում, թե ցանկացած այլ համայնքում տեղական իշխանություն ձևավորում են այն ուժերը և անձինք, որոնց ընտրում են այդ համայնքի բնակիչները։ Ընտրության արդյունքները պետք է ընդունել ի գիտություն ու շարժվել ըստ այդմ, անկախ նրանից ով է գոհ, ով դժգոհ, ով ում ինչպես է վերաբերվում և ինչ ակնկալիքներ ունի։ Իհարկե, սրանք համայնքային ընտրություններ են, ու չնայած, օրինակ, Գյումրու ընտրությունների մասնակից ուժերից շատերը որպես գլխավոր նպատակ հայտարարել ու հայտարարում են ոչ թե ավելի լավ Գյումրի ունենալը, այլ պարզապես ՔՊ-ին հաղթելը, բայց դա էլ է նորմալ, իրենց իրավունքն է։ Քաղաքական ուժերն ու թեկնածուներն իրենք են որոշում ում հետ միանալ, ինչ խոսել, ինչ խոստանալ, ընտրողներն էլ իրենք են որոշում ում ընտրել, անկախ տարիքից, սեռից, աշխարհայացքից, խոսելու ձևից, աչքերի գույնից կամ
հայտարարվող նպատակներից։ Նորմալ քաղաքական պրոցես է ընտրություններ, որոնց միջոցով ժողովրդավարական երկրներում պետք է իշխանություններ ձևավորվեն։ Ի դեպ, եթե անձանցից կտրվենք ու կենտրոնանանք բուն քաղաքական ասպեկտի վրա, ապա ըստ ընտրությունների արդյունքների ստացվում է Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը կոմունիստական կուսակցությունն է, ինչն ինքնին բավականին ուշագրավ իրողություն է։ Եվ ամեն դեպքում նոր ընտրված համայնքային իշխանությունների գործը համայնքի խնդիրները լուծելը և այն զարգացնելն է։ Կոնկրետ Գյումրու դեպքում ով էլ ստանձնի Գյումրու կառավարման պատասխանատվությունը, անկեղծ հաջողություն է մաղթում այդ գործում։ Գյումրու նոր իշխանությունները կլծվեն այդ գործին շատ լավ, կառավարությունն էլ իր կողմից ամեն ինչ կանի կօգնի քաղաքը դարձնել ավելի բարեկեցիկ, հարուստ ու հարմարավետ։ Որովհետև Գյումրին ոչ ՔՊԻ-ն է, ոչ ՀԿԿ-ին է, ոչ մեկ այլ քաղաքական ուժին կամ անձին է։ Գյումրին գյումրեցիներին է և Հայաստանի բոլոր քաղաքացիներին է։ Նույնը Փարաքարի և մյուս համայնքների համար։ Ի վերջո այսօր էլ ունենք ոչ իշխանական քաղաքապետեր, որոնք բավականին լավ աշխատում են և քաղաքային ծրագրերի գծով արդյունավետ համագործակցում կառավարության հետ։ Ինչպես կաշխատեն, ինչ կանեն, որքանով կարդարացնեն իրենց ընտրած մարդկանց վստահությունը, դա էլ ժամանակը ցույց կտա և կարտացոլվի հաջորդ ընտրությունների արդյունքներով։ Ավագանու ՔՊԱ-ական անդամներն էլ կհետևեն, որ համայնքի ավագանին նորմալ աշխատի ի շահ այդ համայնքի։ Ի վերջո, քաղաքապետ չդառնալը չի փոշիացնում այն վստահության քվեն, որը տրվել է մեզ։ Այնպես որ ամեն ինչ նորմալ է, շնորհակալություն ընտրությանը մասնակցած մեր բոլոր հայրենակիցներին, հանգստություն և իմաստնություն բոլորիս, գրում է Թունյանը։ Հիշեցնենք, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ պարզ է դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1% անհրաժեշտ քվեները և նախնական վարկածով, առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու, հնարավոր չի լինելու ստանձնել քաղաքի կառավարումը։